Նախընտրական քարոզարշավի շրջանակում Գյումրու Օլիմպիկ կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հանդիպումը ընտրողների հետ։ Հիմը, որը պատրաստ է ստանձնել մեր սիրելի քաղաքի կառավարման շատ բարդ եւ պատասխանատու գործը։ Բացման խոսքում Մարտուն Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու վերաբերմունքի համար, նշելով, որ ողջ քարոզարշավի ընթացքում որքան էլ փորձել են իր դեմ դավեր նյութել, այնուամենայնիվ ինքն ամեն ինչ արել է, որ ոչ մի լարվածություն ու թշնամանքի մթնոլորտ չառաջանա։ Չնայած նրան, որ շատ չարճարվեցին, շատ ուզեցան քաղաքում խառնաշփոթ լիներ, ամեն ինչ խառնեին իրար, բայց հարկ ու պատիվ մեզ, գյումրեցիներիս, որ մենք կարողացանք ու շարունակելու ենք մինչև վերջի օրը այսպես ամեն ինչը տանել։ Մարտուն Գրիգորյանը հեգնանքով ավելացրեց, որ միակ բանը, ինչը իշխանություններին հաջողվեց բացահայտել, դա այն է, որ ինքը աշխատել է նախկին իշխանությունների օրոք, այսինքն բացահայտեցին մի բան, որն առանց իրենց բացահայտելու էլ բոլորին հայտնի էր։ Մարտուն Գրիգորյանը նախկին իշխանությունների հետ ունի ընկերական հարաբերություններ։ Այն իշխանությունների մասին են խոսում ժողովուրդ, որոնց իշխանության ժամանակաշրջանում այդ նույն մեղադրողները վազվզում էին այդ մարդկանց կողքի կանգնած 3-րդ, 4-րդ մագարտակի մարդկանց կողքից, որպեսզի մի հատ իրանց նկատեին ու իրանց մարդու տեղ տնեին։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդն իր ելույթում դիմելով իրավապահ մարմիններին հայտարարեց, որ տեղյակ է այն նյութվող դավերից, որոնց միջոցով փորձում են կանգնեցնել իրեն, Մարտուն Գրիգորյանին։ Միաժամանակ իշխանությանը խորհուրդ տվեց գյումրեցիներին համոզելու համար, որպեսզի իրեն ձայն չտան, ավելի ուժեղ բան գտնել, քանի որ այդ շիբինի գործը, որն իբր բացահայտել են, շատ թույլ ազդեցություն կարող է ունենալ, որովհետև ինքը դրանով զբաղվել է տարիներ շարունակ։ Հուշում եմ, գտեք մի բան, սարքեք մի բան։ Այդ շիբինով, որ գործ էիք ուզում վերես սարքել, նոր ժողովուրդը տեսան, այդ շիբինների հետ կապված ես տարիներ շարունակ արել եմ, թույլ բան եք ընտրել, ավելի ուժեղ բան կդեք, լավ բան կդեք, որ կարողանաք գյումրեցիներին համոզեք, գյումրեցիներին այնպես անեք, որ չգնան ինձ են տան։ Մարտուն Գրիգորյանի համոզմամբ իշխանությունները նախկին ու ներկա անելով, երկիրը հանձնելով, տեղական ու քաղաքային իշխանություն վերցնելով միայն անձնական շահն են առաջ տարել, բայց պետությունը դրանից ոչինչ չի շահել, իսկ գյումրեցիները թմբիրից դուրս են եկել ու այդ ամենը շատ լավ հայտնի է բոլորին։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդը շեշտեց, որ որքան էլ ոմանք ցանկանան Գյումրիում բախումներ հրահրել ու քաղաքին կրիմինալ անվանում կպցնել, չի ստացվի։ Իրենք դա թույլ չեն տա ու իր քաղաքապետ ընտրվելու պարագայում Գյումրիում համերաշխություն է լինելու։ Շատ էիք ուզում Գյումրու կրիմինալ անուն կպցնել։ Չի ստացվի։ Չենք թույլ տալու։ Կրիմինալը չենք թույլ տալու Գյումրի մտնի, նորից Գյումրիում փորձի ինչ-որ մի բաներ անի։ Այդ ստերով գյումրեցիներին չվախեցնեք։ Իմ ընտրվելու պարագայում քաղաքում համերաշխություն է լինելու, հանդարտություն է լինելու, ոչ ոք իրան քաղաքից, ժողովրդից ու օրենքից վեր չի կարողանալու դասել։ Դա ես եմ ասում ու ես եմ պայել։